Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ն շարունակում է աշխատանքը, եթերում ռադիոն է, զրուցակիցս այսօր քաղաքագետ Գագիկ Համբարյանն է, պարոն Համբարյանի հետ զրուցելու եմ հեռավար կապով։ Պարոն Համբարյան, բարի երեկո եւ շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Բարև ձեզ, ես էլ ուրախ եմ ձեզ տեսնել։ Պարոն Համբարյան, կխնդրեմ ամփոփելով երեկվա եւ այսօրվա օրը մեր հեռուստադիտողին ներկայացնեք ի վերջո ինչ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում։ Դուք ինքներդ ապրում եք այդ քաղաքում եւ բնականաբար տրամադրությունները շոշափելու առումով առաջնային գծում եք նաեւ։ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին հավատա ՔՊԱ-կան իշխանությանը, որ իրենք պայքարում են հանուն օրենքի եւ իրավունքի հաստատման Գյումրիում, հավատա նրան, որ Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է եւ հետեւապես պետք է հայտնվի բանտում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավատա Գյումրու ամենասովորական քաղաքացուն, որը երեք Գյումրու համայնքապետարանի դիմաց պահանջում էր շոուներ չբեմադրել եւ իրենց ընտրած քաղաքապետին չմեկուսացնել։ Ես այդ ձեր հարցին ավելի կարճ սկզբից կպատասխանեմ, հետո նոր կասեմ ավելի մանրամասներին։ Ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ մի պարագայում չպետք է հավատա գործող իշխանություններին, որովհետև գործող իշխանությունների պարագլուխ Նիկոլան Հողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբեք պետք է չմոռանա, որ թիվ 1 ստախոսն է։ Երբ որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշին վաղուց հանձնված էր Ադրբեջանին, Նիկոլան Հողը հանրության լայն շերտերին խաբելու համար իր Facebook-յան էջում գրում էր Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Սա այն մարտն է, ով հիմա դեռ ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը, ու այն մարտն է, ով ամբողջությամբ իր տակ է ճզմել ողջ դադա իրավական համակարգը։ Ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին, ապա նշեմ, որ մենք շատ վաղուց սպասում էինք անկեղծացած, որովհետև քանի որ արդեն 7 տարի է այս դավաճանավողմակը իշխում է Հայաստանում, մենք շատ լավ տեսնում ենք, թե նույն Նիկոլան Հողը եւ նրա թայֆան ինչպես են հաշվեհարդար տեսնում այն համայնքապետերի նկատմամբ, ովքեր իրենց քիմքին չեն կամ չեն համագործակցում իրենց հետ կամ ընդդիմությունից են։ Հիմա մենք դրանից առաջ շատ լավ տեսանք, թե ինչպես ասենք, թե Նիկոլան Հողը զավթեց իշխանությունը Վանաձորում, բանդարգելով ընտրված քաղաքապետին Մամիկոն Ասլանյանին, ինչպես իրանք զավթեցին իշխանությունը նույն Ալավերդիում, ինչպես զավթեցին իշխանությունը Շիրակի մարզի խոշորագույն Ախուրյան համայնքում, որտեղ մանդատակողության մեթոդով նրանք հասան իրենց ուզածին։ Հիմա Գյումրիում մի փոքր այլ էր իրավիճակը, որովհետև Վարդան Ղուկասյանը այն անձը չէր, որի թիմագիստներից կարելի էր մարդ գողանալ, եւ որոշեցին այս բեմականացումը խաղալ։ Ինչ դեպք նշեմ, որ գյումրեցիները եւ հատկապես նաեւ այն մասան, ովքեր մի փոքր տրամաբանելու հնարավորություն ունի, Նիկոլան Հողի 3 շաբաթ առաջվա ազգային ժողովում արած լկտի հայտարարությունը, որ Գյումրիում իրենք բացահայտ ինքը չէ, ասեց ինչ որ թե դուրս կշպրտենք։ Ասաց Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտենք այդ պաշտոնից։ Այո, դուրս կշպրտենք, ես ճիշտ հիշեցի, արդեն այդ ժամանակվանից պարզ էր, որ սա սցենար ունի։ Սա պատահական չի ասում այդ ամեն ինչը ազգային ժողովի ամբիոնից։ Եվ մեխանիկորեն այդ սցենարը այն էր, ինչ մենք հիմա տեսնում ենք, ինչ վերաբերվում է ձայնագրությունների։ Ձայնագրություններին ինչ վերաբերում է, բերեք նշենք, թե ովքեր են այս իշխանությունները եւ ովքեր են սրանց ծառայող իրավապահ համակարգը։ Ասենք սա այն մարդիկ են, ովքեր Բաքրատ Սրբազանի եւ մյուս մարդկանց զրույցը, ասենք, մարդիկ նստած զրուցում են, թե օրինակ ապագա կառավարության պարագայում, ինչպես օրինակ պետք է կառավարվի երկիրը, ապագա, հասկանում եք, ֆանտաստիկա է, սա ուտոպիա է։ Եվ մարդիկ այդ զրույցի հիման վրա հարուցում են քրեական գործ, մարդկանց հոդվածներ են ներկայացում ծայրահեղ ծանր, որպեսզի բանդարգեն։ Այնպես որ էլի եմ կրկնում, գիտեք, տպավորություն է, որ ինձ մոտ գյումրեցի լինելով, այնպեսի տպավորություն է, որ ասենք նույն Վարդան Ղուկասյանը, ասենք այդ պրիմիտիվ անձնավորությունը չէր էլի։ Քաղաքապետ ընտրվելու օրը այդ մարդը մտավ քաղաքապետի կաբինետ, սենյակ, եւ ասենք հումոր արեց, ասեց տղաները մեզ լսում են, հիշում եք, տղաներ,
նկատի ունենալով, որ ինքը ԱԱՑ-ի անմիջական վերահսկողության տակ է։ Գումարած դրան, ամբողջ Գյումրին շատ լավ գիտեր, որ իրենց այս իշխանությունների ուրեմն ծառայողները դրոններից հետ հանե նկարել են, չգիտես ինչ են արել, ամբողջ օրը մեքենաները կանգնած են Վարդան Ղուկասյանի տան մոտ։ Լավ, ես չեմ պատկերացնում, որ Վարդան Ղուկասյանը այնքան պրիմիտիվ, այնքան մանգամիտ եւ նաեւ երևի մտավոր խնդիրներ ունի, որ կարող էր ինքը իր վրա այդ կոռուպցիայի այդ պիտակը կպցներ։ Գումարած դրան, դուք ուշադիր եղել եք նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի այդ հայտարարության մեջ, ասենք X մարտը ուրեմն կաշառք, ենթադրյալ կաշառք տվողի հետ խոսացել է 2024 թվականի դեկտեմբերին։ X մարտը այդ նույն մարտու հետ խոսացել է 2025 թվականի փետրվարին։ Հետաքրքիր է, ով էր այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը։ Դա ներկայացուցիչը։ Այն, որ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է կոռուպցիոն գործարքի մեջ, եկեք իրավապահների անելիքը թողնենք իրավապահներին։ Բայց շեշտենք մի բան, այս ողջ ընթացքում Վարդան Ղուկասյանը իր ոտքով գնացել է հակակոռուպցիոն կոմիտե, հարցաքննվել է, հետ է եկել, այսինքն ինքը չի խուսափել, հարց է առաջանում, ինչու էր պետք նման բեմադրությամբ նրան այս անգամ տանել հակակոռուպցիոն կոմիտե եւ այն իշխանությունը, որը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց օրինակ անիֆով 25 միլիարդ դրամ փոշիացրած մարդկանց իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ։ Այս շոուի նպատակը արդյոք գյումրեցիների աչքը վախեցնելը չէր, սպասվող վաղարշապատի ընտրություններում ընդդիմադիր հատվածի աչքը վախեցնելն ու հիասթափեցնելը չէր։ Բայց ինչի մենակ այդ մարդկանց օրինակներ բերում, ասենք Երևանի հայտնի մանկապարտեզների վերանորոգումը։ Ամեն մի մանկապարտեզ 250-300 միլիոն դրամ է տրված եւ ավերակ վիճակում են եւ ժամկետների մեջ չեն տեղավորվում, բայց այդ մարդիկ շատ ազատ, ուրախ, զվարթ այս իշխանությունների հետ համագործակցում են։ Ես ավելին ասեմ, այս իշխանությունները նաեւ փակում են նախկին հանցագործների ուրեմն կոռուպցիոն ուրեմն գործարքները պրիմիտիվ պատճառաբանություններով, որովհետև ասենք նույն Գյումրիում ասում են X մարտը տարել Նիկոլենց մուծվել է այսքան գումար, որպեսզի ասենք օրինակի համար X հիմնարկի ուրեմն կոռուպցիոն սխեմաները չբացահայտվի։ Ես օրինակ բերեմ, ուրեմն ես նաև այս մասին շատ վաղուց գրել եմ։ Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի բոլոր մեղադրանքները կարճվել են, դուք մենակ կարտակ հակակոռուպցիոն կոմիտեի կարճման այդ բաները, պատճառաբանությունները ուղղակի զավեշտ է։ Ըստ ձեզ ինչու է կարճվել այդ դեպքում։ Որովհետև ըստ Գյումրիում շատ վաղուց տարածված լուրերի, ես այս մասին տասնյակ իմ հարցազրույցներում եմ ասել եւ տասնյակ իմ գրառումներում եմ արել, որ Նիկոլ Փաշինյանին այդ անձը մուծվել է 250,000 ամերիկյան դոլար։ Իրավապահները ձեր այդ հայտարարություններից հետո ձեր հետևից չեն եկել։ Բացարձակ ինչը պետք է կան։ Ասենք կան, որ կրկին ստիպված գործը վերաբացեն ու խայտարակվեն, գործը վերաբացեն ու խայտարակվեն, ասենք ինչը պետք է նորից բան անեն, հա, ոնց կարող են կոծկել, ասենք օրինակի համար կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցում, գրադարանի գրքերի ոչնչացում, ուրեմն ու այդպես բազմաթիվ ասենք 500 միլիոն դրամի վաճառք, անիմաստ դիզելային գեներատորի գնում Շիրակի պետհամալսարանի համար 30,000 ամերիկյան դոլարով, բուֆետի վերանորոգում, աբորինի կարգանդակի եւ ուրեմն խմորեղենի արտադրամասի աշխատանք Շիրակի պետհամալսարանի հաշվին։ Բազմաթիվ են։ Վերջնարդյունքը երեկվա բեմադրության երեք տեղի ունեցածի։ Վերջնարդյունքին հասնենք։ Գյումրեցիների աչքը վախեցնելն է, թե վաղարշապատում ապրողների աչքը վախեցնելը, որտեղ մենք գիտենք սպասվում են ընտրություններ։ Բոլորի աչքը վախեցնելն է, գյումրեցիներին էլ։ Սա Նիկոլ Անհողի կողմից նախ արհամարական վերաբերմունքն է գյումրեցու ընտրության նկատմամբ։ Երկրորդն էլ նրանք պատրաստվում են եւ աղաշապատի ընտրություններին հիմա, եւ պատրաստվում են համապետական ընտրություններին։ Նրանց համար այդ վախեցնելու պահը առաջնայինը հիմա վաղաշապատն է, երկրորդը արդեն Գյումրին է։ Իրանք վաղաշապատի բնակիչների շատ բարձ հասկացում են կամ մեր ուզած տեխնազույն կընտրեք, կամ վաղը մյուսօր մենք այս ձևով կխլենք իշխանությունը նրանից։
Գյումրեցիների պահով էլ նշեմ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ որ Նիկոլան հողի ցանկալի տեխնազույն Գյումրեցին չի ընտրում, մեկը եղավ 2021 թվականին, մյուսը հիմա է 2025 թվականին, երկու դեպքում էլ իրենց ԺՊ-ներին նշանակեցին, հետո հաջողության չհասան եւ ուրեմն գյումրեցիների նկատմամբ այդ կամահարական վերաբերմունքը, ադելությունը, հասկանում եք, մարդ ինչքան կարող է մանր լինել Նիկոլին նման, ասենք Նիկոլին մասին է խոսքը, էլի, որ չշնորհավորի գյումրեցիների օրը։ Դա ինչ կապ ունի Դա գյումրեցիների մոտ Նիկոլ Փաշինյանի ԿՊԱ-կան իշխանության վերաբերյալ ատելություն է ավելի առաջացնում, թե այլ բան։ Ուզում եմ հասկանալ, երեք տեղի ունեցածը հնարավոր է նաև հակազդեցություն ունենա, արդեն գյումրեցիները դեմքով հակառակ կողմ շրջվեն, ընդդեմ Փաշինյանի կանգնեն։ Այսինքն սկսեն ոչ թե գնահատել, սիրել կամ վախենալ Փաշինյանից, այլ ավելի շատ ատել։ Գյումրեցիները երբեք եւ ոչ մեկից չեն վախեցել, ոչ նախկին իշխանություններից, ոչ էլ այս իշխանություններից, եւ գյումրեցիները իրենց ընտրությամբ բոլորին ցույց են տալիս իրենց տեղը։ Գյումրեցիները, որ վախեցող լինեին, 21 թվականին էլ իրենց բերածին կընտրեին տեխնացու, բայց չընտրեցին, որովհետեւ չուզեցան։ Նույնն էլ հիմա Կաշվից դուրս էին գալիս իրենց սարիգի համար, հավաքեցին 37% ցայն։ Այս մարտիկ, հասկանում եք, ասենք, ես լսում եմ այնտեղ զարմանահրաշ կերպարներ կան Գյումրիից, վերընկած, ասենք, ազգային ժողովում։ Ասենք մարդն ասում է, բանը Վարդան Ղուկասյանը քաղաքապետ չի ընտրվել։ Լավ, այդ աղջկան, այդ Էմմայի ինչ է։ Էմմա Պալյան։ Այդ դա։ Ասենք, այդ աղջիկը անկրագ է, Շիրակի պետհամալսարանը հազիվ է ավարտել միջակի դիպլոմով։ Ասենք, լավ, այդ աղջիկը ընդհանրապես հասկանում է ժողովրդավարական հասարակություններում ընտրության կարգը եւ ձևը։ Եթե չի հասկանում, ընդամենը երկու բառով բացատրեն, որ այդ տգետին եւ նրա նման այլ անկրագետների, որ ժողովրդավարական երկրներում ժողովրդի կողմից ընտրված կարող է համարվել երկու պարագայում քաղաքապետը։ Եթե ինքը հավաքում է 50% գումարած մեկ ձայն, եւ եթե որևէ քաղաքական ուժ չի հավաքել 50% եւ գումարած մեկ ձայն եւ չի կարողացել միանձնյա քաղաքը քաղաքում ղեկավար նշանակել, ինքը մի քանի նույն գաղափարախոսությունը ունեցող, այսինքն ընդդիմադիր ուժերով հավաքվում են եւ ընտրում են տեխնացու։ Այս աղջկան ոնց բացատրենք ու նրան նմաններին, որ 47,000-ից ավել գյումրեցի ընտրողները ոչ ասեցին իրենց, եթե գյումրեցի ընտրողները ուզենային, որ իրանց տեխնացուն լիներ քաղաքապետ, կգնային իրանց տեխնացուին 50%-ից ավել ձայնը կտային կամ այն եվրո կողմնագիցներին կտային, թող միավորվեն իրանց սարքին ընտրեին։ Հիմա այդ աղջկան ընդամենը պարզ մաթեմատիկական հաշվարկ բացատրեմ, 63% գյումրեցիները դեմ են քվեարկել ԿՊ-ին։ Ինչ են լինելու այդ 63% ԿՊ-ին դեմ ընտրա զանգվածը, մի քիչ կոպիտ է, բայց ընտրելու իրավունք ունեցողները ինչ են անելու։ Նրանք սպասելու են, որ ԿՊԱ-կան իշխանությունը արտահերթ ընտրություն անցկացնի Գյումրիում, թե Վանաձորի օրինակով ուղղակի Գյումրին թողնի առանց քաղաքապետի։ Այդ մարդիկ օդ չեն ցնդում, չէ՞, մնում են Գյումրիում եւ քաղաքը քաղաքապետ չունի այս պայդրությամբ։ Նայեք, ոչ թե 63% ընտրազանգվածը ընդդիմադիր, դա այն մարդիկ են, ովքեր ընտրության մասնակցել են, թե չէ ընտրազանգված ավելի մեծ է։ Ավելի մեծ է, այո։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, գիտեք, ամեն դեպքում Գյումրեցին իր այս պայծրությամբ նշեն, որ ասենք նույն 2021 թվականին կամ 2025 թվականին Գյումրեցին իր խոսքը ասում է ընտրություններին մասնակցելով, այսինքն пассивությամբ։ Հիմա 3 տեսակ ինչ տեղի ունեցավ, այսինքն ինքը չի հելնում գլուխ ջարդի, մտնի պետական հիմնարկները կոդորի, ինքը գնում դեմ է քվեարկում ԿՊ-ին եւ վերջ։ Եվ վերջ դեմ է քվեարկում։ Հիմա ես չեմ կարող ենթադրեմ, թե օրինակ Գյումրեցին հիմա այս ահաբեկչություններից հետո, այս տերորից հետո 3 Գյումրիում տեղի ունեցած, ինչպես կարձագանքի ամեն դեպքում ես ինչքան գիտեմ հիմա Գյումրին ունի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, դա քաղաքապետն է, եւ տեսնենք, ասենք 2 ամիս հետո, երբ որ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը անցնի, այս պայծրությամբ պետք է ընտրվել 2 ամիս, ինչ տեղի կունենա հետագայում։ Ամեն դեպքում ԿՊ-ի համար այս պայծրությամբ ավելի նախընտրելի է մանդատագողությամբ զբաղվել։
Այսինքն անել այն, ինչ արեցին Ախուրյանում, ինչ արեցին, ասենք, Ալավերդիում, այդպես իրենք հույս ունեն, որ կարող են վերարտադրվել Գյումրիում կեղծի մանդատակողության շնորհիվ, որովհետև իմ ունեցած տեղեկություններով նաև կալանավորված է կամ հլը տեղեկություն չկա այս պայտրությամբ, բայց ես այդպիսի տեղեկություն եմ, որ Վարդան Ղուկասյանի թիմագիծներից մեկը իր եղբոր թոռը, ով կրկին ավագանու անդամ էր։ Հիմա փաստորեն Վարդան Ղուկասյանի ավագանու միջից երկու հոգի բացակայում են, մեկը ինքը որպես քաղաքապետ, մյուսը իր եղբոր թոռը։ Հիմա չգիտենք կոնկրետ Նիկոլը ինչ սցենար է պատրաստում, բայց ամեն դեպքում ինքը պատրաստ է ամեն ձևաչափով զավթել իշխանությունը Գյումրիում։ Առանց ամոթին ամենը շաբաթներ առաջ ԵԽԽՎ-ի ամբիոնից հբարդանում էր, որ Հայաստանը այնքան ժողովրդավար երկիր է, որ ունի դիմադիր համայնքապետ էր։ Ընդամենը մի քանի օր անց հետ վերադառնալով Հայաստան, այդ ընդդիմադիր համայնքապետին ինչ որ ձայնագրությունների հիման վրա իդեպ նշեն, որ չի բացառվում, որ այդ ձայնագրությունները կեղծել են, մոնտաժված են։ Ով է ասել, որ այս իշխանությունը ճշտախոս է։ Ես ել եմ կրկնում, ժողովուրդը Նիկոլին հավատալու համար ընդամենը պետք է մեկ բան հիշի։ Այդ մարտը 2020 թվականի նոյեմբերի 9-ին բոլորիս խաբում էր, որ մարտերը Շուշիի համար շարունակվում են։ Վերջ Դրանից հետո էլես մարդու եթե հավատացող կա, դա արդեն իրենց խնդիրն է։ Տեսեք, դուք ասում եք, եթե այդքանից հետո այս մարդուն հավատացող կա, դա իրենց խնդիրն է, բայց պարզվում է, որ համացանցում Նիկոլ Փաշինյանն ունի փոքրաթիվ հետևորդներ, որոնք ուրախ են եւ ողջունում են այն, որ Նիկոլ Փաշինյանը այս կիրակի Հովհաննեվանքում մասնակցելու է կարգալույծ եղած Ստեփանի կողմից մատուցվող պատարագին, Նիկոլ Փաշինյանը գնալու է մասնակցի։ Ինչ է սրանով ուզում անել առաջինը, երկրորդ եւ արդյոք սա հենց պատրվակ չէ, որպիսի Փաշինյանը հենց Հովհաննեվանքից էլ տա վեհարան գրոհելու մեկնարկը։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ այս ուրեմն սցենարը իրենք շատ վաղուց էին մշակել, որ եթե հանգարց Սուրբ Էջմիածինը որոշում ընդունի, որ կարգալույծ պետք է անի այդ Հուդային, այդ Դավաճանին, ով դավաճանեց հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ թռավ Նիկոլի գիրկը, վաղը մյուս օր ինքը պետք է այդ հնարավորությունը օգտագործի մայրաթորը եւ վեհարանը զավթելու համար։ Դրա համար շատ ճիշտ կլինի, որ նույն Սուրբ Էջմիածինը կաթողիկոսի գլխավորությամբ հենց իրենք կոչ անեն հավատացյալ ժողովրդին գնալ Հովհաննեվանք եւ կաթողիկոսի գլխավորությամբ այնտեղ կազմակերպվի պատարագ։ Այսինքն դուք առաջարկում եք, որպեսզի ամենայն հայոց կաթողիկոսը գնա Հովհաննեվանք եւ ինքը պատարագը ղեկավարի մատուցի։ Ուրեմն գիտեք, ով է կարգալույծ եղած այդ Հուդան, այդ Ստյոպիկը ով է ինքը եղած։ Գիտեք, մեր հասարակությունը ճիշտ է, ես շատ տխուր եմ, որ մեր հասարակության զգալի մասը ուրեմն անկրագետ են, նաև անկրագետ են կրոնական առումով։ Չի կարելի գնալ կարգալույծ եղած ինչ որ մեկի պատարագին, չի կարելի։ Հարգելի հայրենակիցներ, այդպիսի բան անել չի կարելի։ Դա անեծք է բերում ձեզ վրա։ Այդ մարդը իրավունք չունի կատարելու ծիսակարգեր որևէ ձևով։ Եվ այսօրվա դրությամբ մենք կարող ենք նշենք, որ Հովհաննեվանքը գրավված է անհավատ կարգալույծ եղած ինչ որ մեկի կողմից։ Իսկ գիտեք Նիկոլ անհողը ինչի համար է ասում, որ ինքը գնալու է, որպեսզի մասով կապահովի։ Ինքը շատ լավ գիտի, որ ոչ ոք այդ Հուդայի պատարագին չի գնալու։ Ոչ ոք։ Եվ ինքը մասով կապահովելու համար փորձում է գնալ այդ Ռուբեն Ռուբինյանը ինչ է վերընկած ազգային ժողովի ամբիոնից այսօր ճղճղում էր, չգիտես ինչեր էր անում, որ ինքը աջակցում է, չգիտես։ Դե ամբողջ ԿՊԱ-կանները, այսպես միաբերան աջակցում են։ Դե դա շատ նորմալ է, որովհետև ԿՊԱ-կանների մեծ մասը անհավատներ են։ Օրինակ ով Արսեն Թորոսյանը պետք է չաջակցեր Նիկոլին։
Մարդ ով ծաղրում է Աստվածաշունչը, ում համար Շարլ Պիերոյի հեքիաթների գիրքը ավելի մեծ արժեք ունի, քան Աստվածաշունչը։ Սա չի բերի ինչ-որտեղ քաղաքացիական բախումների։ Գիտեք, ամեն դեպքում քաղաքացիական բախումներ թող իրենք հրահրեն։ Եվ թող ոստիկանությունն էլ դա կանխի։ Ով են իրանք, որ զավթեն հովանավանքը։ Երկրորդը, բերեք ճշտենք մեկ ու շատ կարևոր հանգամանք։ Ես զարմանում եմ մեր լրագրողների վրա նաև։ Գիտեք, ես շատ զարմացած եմ։ Մեկը չկա Նիկոլ Անհողին հարցնի, թե դու ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ ինչ գործ ունես։ Դու քեզ հայտարարում ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու իբր թե հետևորդ, ճիշտ է։ Բայց ես օրինակ որպես սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող եմ փաստեր ներկայացնել, որ ինքը աղանդավոր է։ Այդ անձը Նիկոլ Անհողը 2019 թվականին, 18 թվականին իշխանության գալուց հետո իր Facebook-յան էջում տեղադրում էր կյանքի խոսք աղանդի ադեպտ, այսինքն քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները եւ կոչ էր անում իր էջի հետևորդներին կարդալ եւ լսել։ Դուք հարգելի աղավնի, քանի մարդու գիտեք, ովքեր իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ովքեր ուրեմն կյանքի խոսք աղանդի կամ ինչ որ այլ աղանդի քարոզները դնում են իրենց էջին եւ գովազդում են, որ նայեք։ Ես աբացույցներ ունեմ, չգիտեք, որովհետեւ չի կարող լինել նման բան։ Չգիտեք, որովհետև նման բան չի կարող լինել։ Նիկոլ Անհողը, ես ունեմ 2-3 սկրիններ, աբացույց, որ Նիկոլ Անհողը իր էջում դնում է, դրել էր, այսինքն Վահե Պետրոսյան անուն ազգանունով կյանքի խոսք աղանդի ադեպտի քարոզները, ու ինքը մի հատ չի էլ հերքում։ Անցյալ տարի այս ժամանակներն էր, այսինքն սեպտեմբերի վերջ, ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունենում, Սուրբ գրքից մեջ բերում է անուն, ստուգաբանում ենք, շատերս, մենակ ես չէ, պարզվում է այդ իր մեջ բերումը հայերեն արված, բացարձակ չի համապատասխանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ընդունված թարգմանությանը Սուրբ գրքի։ Ստուգաբանում ես, պարզվում է նույն կյանքի խոսքի կամ Եհովայի վկաների կողմից ընդունված տարբերակն է։ Ոնց կարող է Հայաստանի վարչապետի, նույնիսկ վարչապետն է չեմ ուզում ասեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ինչպես ինքն է իրեն ներկայացում, ասեք կյանքի խոսքի կամ բանի այդ նույն Եհովայի վկաների կողմից ընդունված տարբերակով խոսել։ Ասում եք, չէ, նայեք, եւս մեկ աբացույց, ինքը փորձում է եպիսկոպոսած ստացը կամ հոգևորականներին տարանջատել հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, որտե ինքը եկեղեցու դեմ չէ, եպիսկոպոսած ստացի դեմ է։ Բա եթե եպիսկոպոսած ստացի դեմ էր, օրինակ, չնայած սա սուտ է։ Ասենք հայ եկեղեցու պատմության առարգան ինչի հանեց դբրոցի ուրեմն ցանկից։ Մեկնարկը տրվեց փաստորեն դրանով։ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի։ Այսօր քննարկում են շողակաթ հերոստանգերությունը փակելու հարցը ազգային ժողովում։ Ինչն է պատճառը, եթե դու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ես, ինչն է պատճառը, որ շողակաթը փակում ես։ Խո կաթողիկոսը կամ եպիսկոպոսած դասը չբերեցին իրանց տրից։ Խնդիրը հենց սրանում է։ Ասենք նայում ես են Արման Եղոյանը ինչ ասում է օծված մարդուն Հուդայի հետ են համեմատում, ես Ստյոպիդի մասին էր խոսքը։ Նույն բանը իրենք անում էին Վեհափառի հետ կապված։ Ինչ ասես ասացին Վեհափառին։ Այո, հələ Վեհափառին իրենք կարող են իրենց մանիպուլյացիաներով եւ կեղծիքներով այդ իրանց ասացի տակից դուրս գալ, բայց խնդիրը գիտեք որն է։ Ասենք այս Ստյոպիդին նախկին հոգևորականին օծել է ով։ Վեհափառը։ Ով է օծել դրան որպես եկեղեցական քահանա։ Գարեգին երկրորդը։ Բայց ասեք ստացում է ըստ սրանց ինքը իրավունք ունի ուրանալու այն մարդուն, ով իրեն օծել է, բայց քանի որ ինքը օծված է, ինքը էլ օծված չէ։ Ինքը ուրեմն բան է։ Պարոն Համբարյան, եթե Ստեփանը չունենար ԿՊԱ-կան Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես այդ իշխանության սատարումը, կհամարձակվեր կարգալույց լինելուց հետո ասել, որ մնալու է եկեղեցում ավելին պատարակ է մատուցելու։ Իհարկե ոչ։ Այսինքն սպասենք, որ նաև ապագայում գուցե Ստեփանը, օրինակ վարչապետի աշխատակազմում ինչ-որ պաշտոնի անցնի, այդ աստիճան է այդ համագործակցությունը։ Իրանք Ստեփանին օգտագործելու են եկեղեցին ներսից քանդելու համար։
քանի դեռ հայաստանյան հասարակության մեջ կա անկրագետ զանգված, որ ընդհանրապես չի հասկանում, որ գիտեք, օրինակ, տեսակ, երեք չէ առաջին օրը Նիկոլ Անհողը Հռոմի պապի հետ էր հանդիպում, տեսակ, բայց դուք գիտեք, չէ, աշխարհի ամենապիղծ, ամենակեղտոտ, ամենասարսափելի հանցագործությունները, եթե նայենք եկեղեցիների պատմության մեջ, Հռոմի կաթոլիկ եկեղեցում են եղել։ Մանկապղծությունից սկսած, այո։ Մանկապղծության պատճառով Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարվեց մի քանի տարի առաջ, Յոզեֆ Ռատցինգերը։ Ես էլ չասեմ, որ ասենք հանցագործությունների ներման համար այդ ինդուլգենցիայի կաշառքը, որ վերցնում են, ես էլ չասեմ այդ հագապապաները, որոնք սատանիստներ են եղել, ես էլ չասեմ, որ Հռոմի պապ եղել է նաև կին, ով ընկել է ծիուց եւ վիժել է։ Այդ ժամանակ է պարզվել, որ ինքը կին է, ոչ թե տղամարդ, եւ ինքը Հռոմի պապ չի կարող լինել։ Էլ չասեմ հազարավոր հանցագործություններ նույն հոգեվորականների, առավել եւս կարդինալների կողմից իրականացված։ Գերմանիայում այդ նույն Բենեդիկտոս 16-րդ պապի Յոզեֆ Ռատցինգերի եղբայրը պոռնգատների սեփականատեր է եղել։ Հասկանում եք, բայց դուք երբեք չեք տեսնի, որ այդ խնդիրները Հռոմի կաթոլիկ եկեղեցին հանի հանրայնացնի, կամ ասեք Բրազիլիայի նախագահան օրինակի համար, ով համարվում է աշխարհի ամենամեծ կաթոլիկ երկրի ղեկավարը, ասի իմ դուրը չի գալիս ներկայիս Հռոմի պապ Լևոն 14-րդը, ես նրան պետք է փոխեմ, պետք է բարեփոխումներ անել։ Գիտեք, բարեփոխումները շատ լավ բան է։ Ես երբեք չեմ ասում, որ մեր եկեղեցում խնդիրներ չկա։ Բոլոր մեծ ընտանիքներում իսկ եկեղեցին դա մեծ ընտանիք է, այդ խնդիրները կան, բայց ամեն դեպքում մեր եկեղեցին 2000 տարվա պատմություն ունի, եւ այդ եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում։ Գնացել հիացմունքով Լևոն 14-րդ պապի դեմքին է հրճվանքով նայում, բայց դուք տեսնում եք անցյալ տարի Մայր Աթոռի բացման արարողությանը ինչ ադելությամբ, չէ, կար մի պահ ինչ որ թե նստավ, հետո արագ ելավ, գնաց, ինչ որ այդպիսի բան ես նկատեցի։ Ասեք դրա ադելությունը մեր եկեղեցու նկատմամբ, ես ելի եմ կրկնում, Նիկոլ Անհողի հարցակումները հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ երկու նպատակ ունեն, այսպես ասած, մեկ կրագոցով երկու նպատակ է սպանում։ Ինքը նախ պատվեր ունի, դուք ուշադիր եղել եք ինքը երբ է գերակտիվանում։ Երբ Փաշազադեն է ակտիվանում, այո։ Այո։ Եթե լավ մեր ժողովուրդը այսքանը չի տեսնում, Փաշազադեն մի բան ասում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ նրա առաջնորդի հասցեին, նույն րոպեին ինքը ակտիվանում է։ Եվ այն, որ ամենակարևորը դա նաև նրա շահերից է բխում, որտեղ ինքը աղանդավոր է, ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապ չունի, ինքը փորձում է բողոքական բաները, տարերը մտցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեջ։ Եվ վերջում, պարոն Համբարյան, ասում եք, լավ, մեր ժողովուրդը այսքան բան չի տեսնում, դուք ինչ կասեք այսքան բան չտեսնող ժողովրդին։ Ինչ անեն մարդիկ։ Մարդիկ պետք է ոտքի հելնեն։ Ես առաջարկում եմ, որ դուրս գան փողոց եւ հեղափոխություն անեն, ինչպես ասում է Նիկոլը, չվախենան Նիկոլի մենթապետությունից։ Ես չեմ ասում pedagogan հեղաշրջում անեն, հատուկ եմ նշում։ Ինչ տեսեք, ինքը ասում է, ես ինչ որ բան անում եմ, ժողովուրդը ցեն չի անում։ Հելեք հեղափոխություն արեք։ Ճիշտ է, ինքը փորձում է ահաբեկել հասարակությանը։ Այս հարցակումներով, քաղաքապետերի կալանավորելով, հոգևորականներին բանդարգելով, գործարարներին եւ բարերարներին բանդարգելով, բայց ինքը չի կարող բոլորին բանդարգել եւ կալանավորել։ Ինքը այդքան ռեսուրս չունի, եթե բոլորը դուրս գան փողոց։ Մեր հասարակությունը ունի շատ մեծ խնդիր։ Գիտեք որն է դա, աշխատանք չկորցնելու այդ վախն է, ամոթ է, այդ 100,000, 150,000 դրամ կամ այն պարեկները կամ այդ ոստիկանները, կարմիր բերետավորները, ամոթ է, երեք կանգնել է կարմիր բերետավորներից մեկը գյումրեցիների ահաբեկում է, ասում է մենք բոլորի դեմքերը ֆիքսել ենք։ Ինքը չի հասկանում այդ նույն կարմիր բերետավորը, որ Նիկոլը Հայաստանը տանում է թրքացման։ Հասկանում եք, թրքացման է տանում։ Այսօր հրճվում են ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով է գալու։ Իսկ ով է
Իսկ ով է ասում, որ այդ ցորենը պետք է նորմալ վիճակում կա։ Իրանք պատկերացնում են ադրբեջանցիները այդ ցորենի հետ ինչեր կարող են անեն ուղարկեն։ Հիմա այնպիսի տեխնոլոգիաներ, այնպիսի թունավորման մեթոդներ կան, որ կարող են հիմա թույնը լցնեն 2-3 ամիս հետո կամ 1 տարի հետո այդ թույնը նոր ազդի։ Ու Ադրբեջանից, եթե այդպես է, Ադրբեջանը ինչի Հայաստանի տարածքով ապրանքներ չի ստանում, ասենք թե Թուրքիայից։ Թող ասի Թուրքիայից երկաթուղով Գյումրիով ապրանքները բերեք բան Ադրբեջան։ Նույնիսկ դուք գիտեք չէ, այդ Զանգեզուրի միջանցքի գաղափարը ոչ միայն ինքը այդ պանթուրանական պահն է իր մեջ պարունակում, իհարկե 90%-ով դա է, այդ նեոպանթուրանիզմ, նեոպանոսմանիզմ։ Ինքը նաև անվտանգության խնդիր ունի։ Ալիևը, որ ասում է, որևէ ադրբեջանցի հայ սահմանապահի երես պետք է չտեսնի, իսկ հայ սահմանապահն է ադրբեջանական բեռներին պետք է չմոտենա, ինքը նաև իր այդ անվտանգության երաշխիքների մասին է մտածում, որտեղ ինքը գիտի, ինքը ինչ է անելու Հայաստան գալացող ապրանքների հետ։ Եվ թող հայերս այդպես ուրախանանք, ասենք որ խաղաղություն է եղել։ Երբեք խաղաղություն չի եղել։ Իդեպ վերջին նախադասությունն էլ ասեմ, մեր հայրենագիցներին, որ այդ խաղաղությունը, որ հիմա կա, որ ադրբեջանցին չի կրակում, ունի գին։ Այդ գինը մենք վճարելու ենք Աստված ոչանի, եթե հանգարց Նիկոլը վերարտադրվեց հաջորդ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Այն որ այսօր վատրությամբ ինքը քանդում է բանակը, ժողովրդը հաջո ասենք 2 տարին դարձնում է 1.5 տարի։ Դա գիտեք չէ Ադրբեջանի պահանջն է։ Ընդհանրապես այս տարվա փետրվար ամսին Ադրբեջանի 5 նոր պահանջ է դրել, որոնցից մեկը հենց բանակի կազմակերպումն է եւ աբառազմականացումն է։ Եվ պատահական չէ, որ ինքը եւ բանակի բյուջեն է կրճատում, եւ ժամկետներն է կրճատում ծառայության, ինքը դրանով քանդում է հայոց բանակը։ Շնորհակալ եմ, պարոն Համբարյան, ձեր դիտարկումների համար։ Խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս Գագիկ Համբարյանն էր, կհանդիպենք վաղը։